Կներեք, այս պահին ուղիղ եթերում ենք եւ մենք նկատեցինք, որ ավելի շատ ոստիկանական ուժեր կան ճանապարհին կանգնած, քան բնակիչները։ Ոստիկանան ուժերը ինչ Ես ճիշտ Խնդիրը որ ժողովուրդը Ճիշտ ասած ինձ զանգահարել էին, չգիտեին, որ ես այս վիճակում եմ։ Մարմնական վնասվածք եմ ստացել, իհարկե, զուտկեն ցաղային, բայց մարդիկ պիտի մտածեն, թող նայեն ինձ ու մտածեն, որ մարդու հետ դեպք միջադեպ կարող է պատահել ցանկացած պարագայում։ Նույնիսկ կանգնած տեղդ կարող ես հավասարաչրություն կորցնել եւ ընկնել։ Եվ դրա համար մարդու մի կյանք է տրվում, մարդ պարտավոր է այդ կյանքն ապրել, արժանապատվորել։ Այ որ հետո մտածի, ես հայ եմ եղել, չասեմ լավ հայ, բայց նորմալ հայ եմ եղել։ Եվ ժառանգն եմ իմ պապերի, եւ պարտավոր եմ գոնե այն ինչ ստացել եմ իմ պապերից, իմ սերնդակիցներից պարտավոր եմ պաշտպանել։ Հիմա մի բան ասեմ, իմ զանգահարել է եւ բարեկամաբար խորհուրդ տվել, որ ճանապարհ չփակենք, քանի որ ուժ է գործադրվելու եւ թույլ չեն տալու, որ ճանապարհ փակենք։ Այսինքն այս անգամ իշխանությունը չի գնա բանակցությունների։ Այս դեպքում, այո։ Ուժի կիրառման փորձի լուծում։ Այո, ես իհարկե մի քանի օր առաջ, մի 10 օր առաջ հանդիպել եմ պարոն մարզպետի հետ եւ ուղղակի իրեն ասացի, որ լավ կլինի, որ հանդիպի պրոշյանցիների հետ, իհարկե ինքը սիրով ասաց, որ պատրաստ է հանդիպել։ Իսկ արդյունքում մենք չենք տեսնում ոչ մի դրական տեղաշարժ։ Ես միշտ եմ ասել, միշտ եմ կրկնել, կյանքը առաջ է գնում։ Սա լուսավոր, պայծառ 21-րդ դարն է, նաև իր բացասական կողմերով իհարկե մենք տեսանք, թե ինչեր են կատարվում աշխարհում։ Բայց կյանքը առաջ է գնում եւ պարտավոր են մեզ ապահովել առաջընթացով։ Այսօր ոչ թե չեն ուզում մեզ առաջընթացով ապահովել, այլ ընդհակառակը փորձում են հետ քաշել, հետ մղել, հետ շպրտել նույնիսկ կարելի է ասել։ Մենք միշտ ուղիղ կապ ենք ունեցել Երևանի հետ։ Երևանից մինչև, եթե մտածում ես, մինչև պաշտպանության նախարարության այս սահմանագիծներ, եթե չհաշվենք, ներքև թիկունքը հաշվենք, ախր 10 քայլ է Պրոշյանից մինչև Երևան։ Այդ ինչ որոշումներ են, չգիտեմ, առաջ քաշում, եթե մի օրենք կառավարության կողմից ընդունվել է 2006 թվականին եւ դրանից հետո գործողության մեջ չի դրվել, մրցույթ է հայտարարվել 2021 թվականին եւ ինչպես միշտ է կատարվում, մրցույթի մասնակցել է ընդամենը մեկ ընկերություն, հաղթել է այդ ընկերությունը։ Ես հիմա իրավունք ունեմ մտածելու, որ դա արդար ընտրություն չէ եւ արդար մրցույթ չէ։ Մրցույթում հաղթում է այդ ընկերությունը եւ որոշում են ուղևորց Պրոշյանի համար 250 դրամ։ Հիմա ինչ պիտի ասենք շնորհակալություն, որ 500 կամ 1000 դրամ չի եղել, Պրոշյանում ճանմանը ուղևորցը միշտ եղել է 100 դրամ ոչ ավելի։ Հիմա իբր շատ համաձայն էին, որ 150 դրամով գնան, հանկարծ որոշեց մուլտիտրանս ընկերությունը բերել երթուղի իր միկրոավտոբուսները եւ եթե հանրային տրանսպորտը դիցու 25 համարը արտոնություն է սահմանում բոլոր զինվորների, զոհվածների, ընտանիքների, երեխաների, հարազատների համար, հիմա այդ մուլտիտրանսը արտոնություն է տալիս անվճար ուղևորության ընտանիքի ընդամենը մեկ անդամի, իբր 10 տարի ժամկետով։ Սա ընդամենը վիրավորանք է, սա ես մտածում եմ ապտակ է նույնիսկ ոչ միայն մեր զոհվածների հիշատակի, այլ ողջ Պրոշյանի հանրությանը։ Ինչ վերաբերմունք է սա։ Իսկ մուլտիտրանսի ներողությունը ներկայացուցիչին հարցել եք, ինչի տենդերը շահելուց 4 տարի անց որոշեց։ Այդ դա էի ուզում նաև ասել, որ օրենքը կառավարության կողմից ընդունվում է 2006 թվականին, մրցույթը կազմակերպվում է 2021 թվականին եւ երթուղի են դուրս գալիս միկրոավտոբուսները 2025 թվականին։ Ես ինքս մուլտիտրանսի տնօրենին հարցրել եմ, թե ինչու որոշեցին 4 տարի հետո նոր դուրս եկավ երթուղի։ 2021 թվականին այնքան էլ հարմար ժամանակներ չէին Պրոշյանի համար,
որտեղ Պրոշյանի ծառայությունն էին մատուցում 214 համարի երկուղային միկրոավտոբուսները ավելի անբարեկարգ վիճակում էին եւ մարդիկ մեծ դժվարություններով էին երթևեկում եւ տրանսպորտային միջոցի պակաս կար։ Ես չեմ հասկանում, ինչպես են մրցույթում հաղթում, օրենքն ընդունվում է, 19 տարի չի գործում, հետո 19 տարի հետո մրցույթ է անցկացվում, դրանից 4 տարի հետո միայն երթուղի են դուրս գալիս միկրոավտոբուսները։ Ես ինքս հարցրել եմ եւ տկե փոխնախարարի եւ նաեւ մուլտիտրանսի տնօրենին, թե եթե կարողացել եք այդքան հետաձգել, գուցե այդ օրենքը այնքան էլ ճիշտ ու կիրառելի չէ, եւ քանի որ այդ ընթացքում գրեթե չի բարելավել մարդկանց ֆինանսական վիճակը, ինչու հանկարծ որոշեցին երթուղի մտցնել այդ միկրոավտոբուսները եւ այդքան թանկ վարձավճար։ Անցան մնաց։ Շաբետ բագի կանի։ Շաբետ բագի։ Տեսնում ենք այստեղ քաղաքացիները մեքենան թեքելով փակել են ճանապարհը։ Մնացել են